արցախցիների նկատմամբ հատկապես այս նախընտրական քարոզարշավի շրջանակներում մենք ինչ ենք տեսնում։ Հստակ ընդգծված ատելության խոսք։ Ֆաշիզմի դրսևորումն է ազգակործության պատասխանը եւ ես պետք է հիշեցնեմ այդ դեպքը, երբ որ մետրո էր մտել ու վերբալ հարձակում էր գործել կնոջ վրա երեխայի հա սարսափելի է դուք փախածներ եւ այլն դա բնականաբար պատահական դրսևորում չի այսինքն դա համակարգված քաղաքականություն է արցախցիների նկատմամբ դա այն ինչ ինքը մտածում է դա այն ինչ ինքը զգում է ու ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանին պետքա իր ձախողումները մեկի վզին փաթաթել ու իր համար հոյակապետ պես բան է տարբերակեն արցախցիները հիմա ասացին չէ օրինակ նայեք մեկ Գազայում ինչքան եղել չէ առաջարկներ որ եկեք մենք ձեր համար լավ քաղաք սարքենք չգիտեմ ես ինչ երկրում դուք գնաք բան եւ այլն այսինքն այդ մարդկանց չնայած որ իրանց պետք է ասեմ ի պատիվ իրենց իրանք ոնց որ այդտեղ չեն գնում իրանք էլ այդպես ձիգ կպած են այդ հողին կռվում են բայց հա բայց կռվում են բայց դեռ մնում են հա իհարկե բազմաշերտ հարց ոնց է որ իրանք դուրս չեն եկել եւ այլն բայց մի կողմ թողնենք այդ դետալները մենք մեր մասին խոսենք հիմա նայեք այդ ամեն ինչ պայմաններում երբ որ այս աշխարհ ընդհանուր առմամբ այս ռեալ պոլիտիկը որ խոսում ենք ինքը տալու ու ստանալու մասին է մենք անընդհատ տալիս ենք ինչ ենք մենք ստացել Ես այդ հարցն եմ էլի ինձ տալիս ինչ ենք մենք ստացել այսքան ժամանակ մենք անընդհատ տվել ենք ու այս պահի դրությամբ օրինակ հիմա ես տեսնում եմ այնպիսի մի վտանգ որ մենք կարող ստանանք այս 100,000-ավոր միգրանտներ այս անգամ ապօրինի միգրանտների Եվրամիությունից Ամերիկայից դե ասում էին առաջարկել հետո ասացին սուտա դրանից առաջ հիշում եք Բրիտանիան կար այդպեսի առաջարկ որ առաջարկում էր 230 միլիոն ֆունտ ստերլինգ կարծեմ առաջարկում էին ինչ որ 100,000 միգրանտի համար ու անդադ որ դոտացիաներ պետք է տային այսինքն նայեք հիմա փաստացի ոնց որ մենք տեսնում ենք որ աշխարհը անդադ փոխվում է նոր բաներ են գալիս ու Եվրամիությունը արդեն հոգնել է պահել ապօրինի միգրանտներին ակնհայտորեն Եվրամիությունն էլ դեպի աճ է շարժվում նոր ուժեր են իշխանություններ գալու մերձը հեսա որ է կորցնում է իշխանությունը AfD-ն գնալով իշխանությունը բան անում ասում են Լեպենը շատ մեծ շանսեր ունի գալու Ֆրանսիա իսկ փոխվում է Եվրամիությունը այդ մարդիկ էլ չեն հանդուրժելու միգրանտներին ապօրինի ու ես անդադեպս այդ եմ ասում որ մենք տեսնում ենք օրինակ հիմա առանց կպնելու որևէ ազգի բոլոր ազգերը լավն են իրենց մշակույթով բանով ամեն բանով բացի մեկից, հա, լավ, օքեյ։ Բացի մեր թշնամիներից։ Բացի։ Հա, իչևէ։ Ոնց որ նայեք, բայց այդտեղ օրինակի համար ես որ նայում եմ գերմանական քաղաքականությանը հետևում եմ այդ հետաքրքրությամբ, օրինակ տեսնում ես որ այդպես հաղորդումներ են այս պատրաստ միգրանտների մասին, փորձում են այդպես լավացնել վերաբերմունքը, որովհետև ակնհայտորեն գերմանացիների վերաբերմունքը ամբողջ Եվրամիության վերաբերմունքը միգրանտների նկատմամբ արդեն վատն է։ Ցույց են տալիս սիրիական ընտանիքներ, ովքեր բժիշկներ են դառել, ցույց են տալիս իրաքցիների, ովքեր ինժեներներ են եւ այլն, բայց եկեք իրապես լինենք այդ բժիշկներին ու ինժեներներին գերմանացիները ոչ ոքի չեն տալու, դա իրանք իրենց պետք են որովհետև բարձր մարդկային կապիտալ ունեցող անձինք են, այսինքն իրենք մեծ բարգավաճում են բերում Գերմանիային։ Գիտեք ում են տալու մեզ հանցագործներին, օրինակի համար փողոցներում դանակով մարդկանց վրա հարձակվողներին, նոր տարվա գիշերը մեքենայով մարդկանց ամբոխի մեջ մտնողներին, այդքան դեպքեր գրանցվեցին եվրոպական Բերլինում, տարբեր այլ քաղաքներում։ Տարբեր, Ֆրանսիայում էլ է լինում, Իտալիայում էլ է լինում, Իտալիայում մի քիչ իհարկե, եւ այլն։ Հիմա ասած չառնեք նայեք, եթե մենք խոսում ենք միգրանտների մասին, մենք օրինակ այստեղ շատ հնդիկներ ունենք, հնդիկները ես ընդհանրապես բողոքում, ես չեմ տեսել դեռևս վատ պահող հնդիկ, այսպես որ բան ես անում։ Ինչ որ էլ մա իհարկե բանում տենում ենք հանրային ինչ որ վատ բաներ են անում, բայց ես չգիտեմ էլի, օրինակ հիմա մարդիկ հնդիկ են, թե օրինակ չգիտեմ, ուրիշ ազգի են, էլի։ Բան չանենք, այսինքն ես էլի եմ ասում, բոլոր ազգերը լավ են, բայց մենք պետք է շատ զգուշավոր լինենք, որ եթե Եվրամիությունից մնացած տեղերից բան տալի, մեր սիրուն աշկերի համար մեզ բան չան։ Ես ինչի համար եմ այս հարցով շատ մտահոգ, որովհետև կհիշեք, որ Թորոսյան Արսենը այն ժամանակ ասում էր մենք բան է պետք, մենք պետքա մոնոէթնիկ չլինենք։ Այո, ապրեք։ Ով է գալու, լավ, մենք մոնոէթնիկ չլինենք, օրինակ ես պատկերացնում որ Հայաստան պետք է գան, օրինակ պատերազմի բերումով Ռուսաստանից կարան գան ռուսներ, այլ ինչ որ ծրագրավորներ կլինեն բան եւ այլն, դեմ չեմ։ Որ գան խելոք ստեղ աշխատեն, մեր պետությունը բարգավաճեցնեն, ես դեռ չեմ։ Ես դեմ եմ որ գան
հանցագործներ, բաներ, ոնց դրանց մալարկոտ մարդիկ, ովքեր գնացել են այնտեղ սոցիալի վրա են նստած, գալու են այստեղ հանցագործությամբ են օրինակ զբաղվելու եւ այլն, այսինքն շատ վտանգավոր տենդենս է մանավանդ մեր համար։ Իսկ հետագայում ես ասեմ, ես կարծում եմ իրանց մոտ այնպես չի, որ այդ պատահական այդ հարցերը գալի, ավելի երկարաժամկետում մեզ փորձում են նորմալիզացնել են, որ անընդհատ օտարներ են գալիս մեզ խառնում, իսկ մենք պետք է հիշեցնում, մենք ազգային պետություն ենք, մենք ազգային պետություն պիտի մնանք միշտ հարգելով իհարկե փոքրամասնություններին, միշտ ոնց որ կասկած չկա, աշխարհում չի կարող այնպեսի մեկը գա, որ ասի օրինակ եզդիները վատ են զգում իրենց Հայաստան, որտեղ եզդիները մեր եղբայրները, մեր քույրերն են։ Այդ մասով հիմա իսկ այդ ապօրին իմիգրանտների մասով հա այդ հետագայում արդեն process-ը այնքան տանեն, մինչև արդեն մենք ադրբեջանցիների եւ որ տենանք էլ վատ չզգանք, մեզ ասենք թե այդքան լծվել են, էլի ինչ տարբերություն։